Նիկոլ Փաշինյանը խոսել է 4-րդ հանրապետության ստեղծման ռազմավարության վերաբերյալ, ինչ կարող եք ասել եւ նա ինչպես է փակում 3-րդ հանրապետության էջը եւ ինչպես է բացում 4-րդ հանրապետության էջը, կորուստներ, նահանջներ։ Դե բնականաբար արդեն այն ինչ որ ինքը ներկայացնում է, միջև իր ներկայացնելը մի հատ ժողովուրդը պետք է տեսնի, այս 7 տարվա մեջ, թե ինքը ամեն ինչը ինչպես ներկայացրեց։ Ես չեմ կարողանում պատկերացնել ինչ է ինչի, բայց այն ինչ որ տեսնում եմ հիմա մեր դպրոցներում կատարվում, մեր այդ ժողովրդի հետ, ես արդեն պատկերացնում եմ 4-րդ ինչ պետք է լինի։ Իր մտքից դուրս եկած, ոչ մեր շահերից, իր մտքից դուրս եկած ինչ որ մտքեր դնեն, իրագործան անեն, իրականացնեն, որը լավ բան դրանից դուրս չի գա։ Երեք Նիկոլ Փաշինյանը ծնկաչոք խոնարհվում էր նահատակների հիշատակի առաջ։ Ձեզ դա անկեղծ թվաց։ Կեղծավոր ամեն ինչ։ Մարդ արարածը ինքը իր առաջ պետք է պատասխան տա։ Ինքը լավ գիտի թե ինքը ինչ էր արել։ Իսկ էս ծնկաչոք է, ցես տեսարաններ սարքել բաներ։ Անձամբ ես էս ամեն ինչը տեսնելով թող ինքը ծնկի չգա։ Թող ինքը ոչ մի բան չանի։ Թող ինքը ընդհանրապես մի բան ասի, որ այսքան ժամանակ ինչ արել եմ շատ սխալ ա եղել։ Եթե ինքը իր սխալը չի ընդունում, այդ ծնկի գալը, ծնկաչոք, ծաղիկներ դնել բան, այդ լրիվ ավելորդություն։ Արցախի կորուստը ձեռք բերում է համարում, Կիրանցից տարածք տալը ձեռք բերում է համարում, ասում է խաղաղություն է ինքը բերել։ Ես մի քիչ առաջ ասացի։ Ասում է տարի 7 ամիս սահմանին որևէ կրակոց չի եղել։ Տարի 7 ամիս սահմանում ոչ մի կրակոց չի եղել։ Լավ, ընդունենք տարի 7 ամիս ոչ մի զինվոր չի մահացել, դա ձեռք բերում է։ Մեսրոպ Մաշտոցի նկարը հանելը, նոր սերունդ մեծացնելը, դա արդյոք նոր պատերազմ չի ժողովրդի առաջ։ Եթե մարդը ազգը, եթե իր ճշմարիտ պատմությունից կտրվում է, դա ինչա ձեռք բերում է, թե ողբ է։ Դիվանագիտական նահանջների հաշվին ձեռքբերումները կարող են մնայուն լինել։ Ոչ։ Կամ մի հասարակ մի բան։ Մենք մեր պատմությամբ գիտենք մի բան, դարավոր մեր թշնամին է եղել, եւ թշնամու հետ նման բաներ, ինչ-որ խաղաղություն, չգիտեմ, այդ անհնարին է, դա հնարավոր չի, ու ոչ թե մենակ ես եմ ասում, այլ շարքային լրիվ քաղաքացիները դա գիտեն։ Ես փողոցային հարցումներն եմ տեսնում, բան եմ տեսնում, մարդիկ չեն հավատում այդ խաղաղությանը։ Ինչպես կարաս խաղաղությանը հավատաս։ Այն խաղաղությանը, որ այսօրվա դրությամբ իրենց ծրագրով այս ազգին քննացնում են այդ խաղաղության անվան տակ, բայց թշնամու ծրագիրը ինչա խաղաղությանը տանում, թե իրենց ծրագրերի իրագործմանը։ Իրենց ծրագրերի իրագործումը դա ողբ կարա բերի մեր ժողովրդի համար։ Մենք դա պետք է գիտակցենք։ 7 տարվա մենք ողբ արդեն տեսել ենք։